Օգոստոսի 23-ին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը և մեկնարկեց անկախության գործընթացը։ Հռչակագրով հայկական ԽՍՀՄ վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն և արդեն 1 տարի անց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց անկախության հանրաքվե, որի մասնակիցների 94.99%-ը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը։ Նշենք, որ անկախության հռչակագիրն ընթերցել է Արամ Մանուկյանը Երևան քաղաքի Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող կառավարության համագումարների շենքի ճակատային մասում, որտեղ գործում էր առաջին գումարման խորհրդարանը։ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը, խոսելով անկախության 21 տարիների ընթացքում ձեռքբերումների և կորուստների մասին, նշեց, որ անկախության հռչակագրով հնարավորություն տրվեց սկիզբ դնել մի նոր տեսակի հասարակության։ Սա մեր ժողովրդի պատմության միակ դեպքն է, երբ իրավաբանորեն ամբողջ ժողովուրդը մասնակցեց որոշում կայացնելու։ Այլ դեպք չի եղել։ Քաղաքական դաշտ բացվեց, քաղաքական կուսակցություններ առաջացան, ասենք 200-300 միանգամից լրատվամիջոցներ բացվեցին այս անկախության հաշվին, 4-5 հազար հասարակական կազմակերպություն բացվեց։ Սրանք բաներ էին, որ սովետի ժամանակ չկային։ Խորհրդային միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանն, ում անունն ուղղակիորեն կապված է Հայաստանի Հանրապետության անկախության հետ, մտահոգված է, որ իշխանություններն այսօր չեն գնահատում և արժևորում անկախության գաղափարը։ Վերջինիս խոսքով անկախությունը կարևոր ձեռքբերում է Հայաստանի համար, որը պետք է գնահատվի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կողմից։ Մեր ժողովուրդը արժևորում է, գնահատում է և ապրում է անկախ Հայաստանով։ Ես վերապահություն ունեմ իշխանությունների գնահատանքի նկատմամբ, որովհետև եթե ես գնահատում եմ Սպարտակ բալետը, ես անպայման խոսում եմ Արամ Խաչատրյանի մասին և դրանից ինձ վատ չեմ զգում։ Այն, որ անկախության հռչակումը նոր և լուսավոր էջ բացեց Հայաստանի համար, շատերն են փաստում, ինչպես հասարակ քաղաքացիներն, այնպես էլ քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչները գիտակցում են, որ անկախության հռչակմամբ հնարավորություն տրվեց կյանքի կոչել իրենց գաղափարները։ Քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանն արժևորում է անկախության ձեռքբերումն ու նկատում քաղաքացիական հասարակության սաղմերը, սակայն վերջինիս համոզմամբ Հայաստանում անհատը երջանիկ չէ և լիարժեք չի վերապրում իրեն տրված ազատությունն ու անկախությունը։ Ես տեսնում եմ սաղմերը քաղաքացիական հասարակության, ինչը իմ համար արդեն ուրախալի է, արդեն գնահատելի է, բայց դա շատ քիչ է ու դա մարդկանց, ովքեր Հայաստանում են ապրում, երջանիկ չի դարձնում։ Մարդիկ հիմնականում, ովքեր որ դուք փողոցներում մարդկանց դեմքերին նայեք, նրանք տխուր են հիմնականում։ Տխրությունը դա գալիս է նրանից, որ մարդը չի վերապրում իր ազատությունը։ Հայոց համազգային շարժման նախագահ Արամ Մանուկյանը ևս նշեց, որ երկրի անկախությունը կարևոր է իր քաղաքացիներով, քաղաքացին կարող է ինչպես իր քայլերով անտարբերությամբ կործանել այն, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում, այնպես էլ կարող է պայքարել, պաշտպանել ու սիրել իր երկիրը, թույլ չտալով դիպչել իր իսկ ստեղծած արժեքներին։ Անկախությունը որբ կարող է լինել, եթե քաղաքացին տեր չկանգնի, իսկ որբին կարելի է հեշտ խղճացնել և ենթարկել։ Յուրաքանչյուրդ այս անկախության ձեր բաժին տերն եք։ Եվ եթե հանկարծ այսպես չմտածենք, յուրաքանչյուր մտածի, որ 3 միլիոնի մեջ մեկը ինչ պետք է լինի, եթե կողքի քաշվի, հավատացեք, մի քանի վայրկյանում կփլվի երկիրը։ Հավելենք միայն, որ անկախության օրվա հետ կապված ամեն տարի իրականացվում են սիմվոլիկ համերգային ծրագրեր, այնինչ կարևորագույն առանցքային հարցերը մնում են բարձի թողի վիճակում։ Նունե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Գալա Նյուզ։